իհարկե ճանաչեցի։ Դու ինչու ինքնես շատ հարցասեր և հետաքրքրասեր։ Գիտեք, ես շատ տխուր եմ։ Ինչու։ Որովհետև ես ապրում եմ մենակ և իմ հարցասեր լինելու պատճառով ինձ ոչ ոք չի սիրում և կարծես բոլորն զլանում են իմ հարցերին պատասխանել և այդպես էլ ես ոչինչ չգիտեմ։ Ցավում եմ սիրելի ինչուիկ, սակայն գիտես ինչ, չտխրես, այսօր մեզ մոտ տոն է, մրգերի և բանջարեղենների շքահանդես, այստեղ են հավաքվել Հայաստանաբնակ բոլոր տեսակի բանջարեղենները, մրգերը, մենք ունենք նաև հյուրեր արտասահմանից, Աֆրիկայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից, Չինաստանից, ինչպես նաև մեր հարևան երկիր Վրաստանից, այնպես որ բոլորը այսօր հավաքվել են այստեղ միմյանց հետ էլ ավելի մոտիկից ծանոթանալու, ճանաչելու միմյանց, իմանալու թե ինչ օգտակարություն ունեն այդ մրգերն ու բանջարեղենները, ինչ վիտամիններ են իրենց մեջ պարունակում և ինչ բուժիչ հատկանիշներ ունեն։ Այնպես որ սիրելի ինչուիկ, ինձ թվում է դու այսօր տուն կվերադառնաս բավականին գիտելիքներ ձեռք բերած, պարզ։ Որքան ուրախացրեցիք դուք ինձ, բայց այլովը բարկացա։ Գիտես ինչ սիրելի ինչուիկ, նա մեր բժիշկն է, որը ողջ օրը անդադար վերահսկում է բոլոր մրգերի և բանջարեղենների հիգիենայի պահպանմանը, որպեսզի նրանք ամեն օր լվացվեն, էկոլոգիապես մաքուր լինեն և մաքուր վիճակով ներկայանան մարդկանց։ Այնպես որ սիրելի ինչուիկ, ավելի լավ է երբ մենք մոտենանք բժշկին և տեսնենք ինչու՞ն է բան, ինչու է բարկացած մեր բժիշկը։ Ողջույն սիրելի բանջարեղեններ։ Ողջույն սիրելի բժիշկ։ Ողջույն։ Սիրելի բժիշկ, այսօր մենք հյուր ունենք, մեր պարապմունքին կամ մեր միջոցառմանը ներկա է ինչուիկը։ Նրան անմիջապես հետաքրքրեց քո բարկացածության աստիճանի վրա։ Ինչու՞ դու այդպես բարկացած կասես ինձ։ Գիտեք, ես բարկացած եմ հողի տակի թեզնորդու բանջարեղենների վրա պահանջելով նրան լվացվեց, իսկ նրան տուլանում էին այդանել, ես նրան պարտադրեցի մաքրվել հողից ու ցեղից և ներկայանալ հանրությանը, չէ որ հողի տակ տասնյակ միկրոբներ կան, նրանցից դեռ փախստվելու համար հարկավոր է լվացվել։ Շատ ճիշտ է, սիրելի բժիշկ, այո, մենք շնորհակալ ենք, դուք հաճախակի հետևողական եղեք բոլոր տեսակի մրգերի և բանջարեղեններին, որովհետև նրանց պետք է, մարդկանց պետք է մաքուր վիճակում ներկայացնել, չէ՞։ Իսկ հիմա, սիրելի ինչու, ես ուզում եմ մեր հողի տակ աճող բանջարեղեններից որևէ մեկին մոտենալ, սակայն մինչ մոտենալը ուզում եմ քեզ ասել, թե բնությունը որքան շռայլ է գտնվել նույնիսկ հողի տակ աճող բանջարեղենների նկատմամբ։ Տես, ինչպիսի գունավորում են ստացել գազարագույն, կարմիր, սպիտակ, դեղին, ճիշտ է։ Լավ, իսկ հիմա եկ մոտենանք մեր գազարին և տեսնենք, թե գազարը իր մեջ ինչպիսի վիտամիններ է պարունակում։ Կներկայացնես քեզ սիրելի գազար։ Ես գազարն եմ, ունեմ նարնջագույն գույն, աճում եմ հողի տակ իմ ընկերների հետ միասին։ Ես շատ օգտակար եմ, ինձ օգտագործում են աղցանների և կերակուրների մեջ։ Ես իմ մեջ պարունակում եմ վիտամին C և A, ինչ սիրում են բոլորը, հատկապես երեխաները։ Իմ բարեկամն է նաև նապաստակը, որի համար ես համարվում եմ ամենահամեղ կերակուրը։ Ճիշտ ներկայացրես, ճիշտ է։ Սիրելի ինչուի գազարը, այո, գազար սիրում են թե մեծերը, թե փոքրերը, հատկապես նապաստակները։ Գազարը համարվում է նապաստակների համար առաջին կերակուրը։ Լավ։ Իսկ դու ով ես։ Իսկ ես կարտոֆիլն եմ, իմ հայրենիք Հարավային Ամերիկան է։ Իմ մեջ պարունակում եմ օսլա, նաև իմ մեջ պարունակում եմ վիտամին C և A։ Ես աճում եմ Հայաստանի բոլոր սույծերում։ Ճիշտ է, շատ բարի։ Եկ հարցնենք մեր սոխուկին։ Իսկ դու ով ես։ Իսկ ես ծաղն եմ, աճում եմ հողի
ճիշտ է, ապրես սոխիկ, իսկ դու ով ես կներկայացնես քեզ? Այո, աճում եմ հորի տար, և անհամբերցամ սպասվեմ բնուշ աշխագալու, իմ մարմարի մեջ պարմետպես կետարկոս և շակը։ Եվ շապը, եկ հարցնենք մեր, տեսնենք, ով ես դու կներկայացնես քեզ? Ես դոքտն եմ, իմ ընկերների հետ մերտեղ աճում և ապրում եմ հողի տար, ես ունես սպիտակ լույս, և մեր բաղլացում եմ վիտամին E, C, վիտամին Շատ բարի, իսկ հիմա, սիրելի ինչուիկ, եկ մոտենանք հողի երեսին աճող բանջարեղեններին։ Ապա ինձ ասա, ով ես դու? Դե ես բթուն եմ, նույնպես շատ օգտակար եմ և առողջարար։ Իմ մեջ պարունակում եմ վիտամին E, C, բուժում եմ տասնյակ հիվանդություններ, բարձրացնում եմ օրգանիզմի դիմագրողականությունը։ Շատ ճիշտ է, ապրես դդում։ Իսկ դու ով ես թաքնվել այդպես քո գլխարկի տակ կներկայացնես քեզ? Ես կան, աճում եմ հողի երեսին։ Այո։ Ես իմ մեջ պարունակում եմ սպիտակուց և աղ և վիտամին C։ Շատ բարի, տեսնենք, այս ով է այս գեղեցկուհին նստել այս թփի տակ։ Կասես ինձ, ով ես դու? Ապա ներկայացրու քեզ, ով ես դու կասես? Գիտես ինձ սիրելի ինչուիկ, սա մեր սունկիկն է, բայց ինչու չես ուզում ներկայացնել քեզ սունկիկ? Գիտես ինձ, նա գուցե երեկ է հողի տակից դուրս եկել, ճիշտ է, և անհարմար է զգում խոսել, ոչինչ, բայց գիտես ինձ սիրելի ինչուիկ, ես հաճախակի եմ լսել դժգոհություն սունկերի կողմից, նրանք միշտ դժգոհում են, որ իրենք ամբողջ օրը կանգնում են մեկ ոտքի վրա։ Ես ստիպված արևից ու անձրևից թաքնվելու համար ստիպված պահմելոցի են խաղում իրենց գլխարկի հետ։ Դու գիտես, որ սունկերը լինում են, այնինքն եթե ներկայացնի իրեն, կասի սունկերը լինում են թունավոր և պիտանի։ Իսկ քո կարծիքով ինքը ինչպիսի սունկ է, ապա նայիր այս գեղեցկուհին։ Ինքը թունավոր է, թե պիտանի։ Պիտանի է, շատ ճիշտ է։ Լավ սիրելի բանջարեղեններ, իսկ հիմա եկեք բոլորս միասին երգենք մի հրաշալի երգ, որը նվիրված է բանջարեղեններին։ Խնդրեմ երեքները։ Սիրելի ինչի,
Հեղում մեր աշնանային այգին է, ուր հասունացել են բոլոր տեսակի աշնանային մրգերը, սակայն ավելի լավ կլինի մենք գանք այգի և հարցնենք տեսնենք, որ մրգերն են հասնում աշնանը, այո, ներկայացրես քեզ, ով ես դու, Արեշ։ Ես Խնձորես, իմ հայրենիքը Մեքսիկան է, ունեմ սոտեր հոլանդական, սակայն Հայաստան մեկը դա հայրենի, իմ բոլոր տեսակներն աճում են Հայաստանի բոլոր շրջաններում, Խնձոր սիրում են բոլորը, թե մեծերը, թե փոքրերը, նա պարունակում է երկար, որը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար։ Ապրես Խնձոր, դու ճիշտ ներկայացրեցիր քեզ, իհարկե Խնձոր շատ է սիրում, թե մեծերը, թե փոքրերը, քանզի նա իր մեջ պարունակում է երկաթ, որը շատ անհրաժեշտ է մարդու օրգանիզմի համար։ Կներկայացնես քեզ սիրելիս, ով ես դու։ Ես Սերկևին եմ, մեր այգու ձատն եմ, ունեմ յուրահատուկ հոտ ինձանից պատրաստում եմ մուրաբա և կոմպոտ, ես ունեմ դեղին գուրգեր և մեր պատրաստում վիտամին C, D և Շատ ճիշտ է, ապրես Սերկևի։ Հիմա դու ներկայացրի քեզ սիրելիս, մի փոքր առաջարի, աստո, ներկայացրի։ Ես մանուշակը բույնա, ինձ այս մարդը պատատում թելնավանեք։ Շատ ճիշտ է։ Իսկ դու ով ես։ Ես հիմա դուք ինձ լսեք, ես տասն եմ տանցը մեր այգում հարկ ու գանձը, ունեմ շորտեր բազմատեսակ, մանր խոշոր հաստ ու բարակ, մինք եմ համը ոտով, ով կարող է շատ անտարբեր, ասնեմ կողքով։ Շատ ճիշտ է, ապրես համ։ Իսկ դու ով ես։ Ես խաղողն եմ արևածին և հողածին, կարմիր քթով ու ականջով, դաշտ եմ մտնում զվար կանչով, գինի ջերմակ, կոնյակը հին, ունեմ մեդալ, շքանշան, առաջնության ոսկե նշան, ով չի կերել փոֆտորմա, համեղ չամիչ ոսկե հատիկ, որ սիրում են թոռ ու տատիկ, նրանք պստիկ փոքրիկ չնչին, բայց մնում են ձմռան շնչին։ Շատ ապրես խաղով։ Գիտեք ինչ, սիրելի մրգեր, սիրելի բանջարեղեններ, ինձ թվում է, դուք փոքր-ինչ կարծես թե հոգնած եք։ Ավելի լավ է վեր կենանք, կոփվենք, մարզվենք և ամրանանք, որպեսզի էլ ավելի առողջ, էլ ավելի գեղեցիկ ներկայանանք մարդկանց։ Խնդրեմ։ կողմ ենք տանում, հետո վերև բարձրացնում, ծափ ենք տալիս, հետո նորից իսկույն իր տեղը միջեցնում։ Կողմ ենք տանում, հետո վերև բարձրացնում, ծափ ենք տալիս, հետո նորից իսկույն իր տեղը միջեցնում։ Սա
խաղում եք, զրուցում։ Անցեք ձեր տեղերը, նստի քո տեղը։ Շատ համերաշխ զրուցում եք, խաղում, երգում միասին, մազվում, բայց ինչ շատ հետաքրքիր է իմանալ։ Եթե դուք մոլորվեք այգիներում, բանջարանոցներում, արդյոք դուք միմյանց լավ կճանաչեք, արդյոք դուք կճանաչեք ձեր ընտանիքի բոլոր անդամներին։ Այդ պատճառով ես ուզում եմ ինձ մոտ հրավիրել որևէ միր եւ որևէ բանջարեղեն, ով ցանկանում է։ Խնդրեմ, մոտեցեք ինձ։ Դու մոտեցար կաղամ, այո, եւ խաղողը։ Լավ, երկու երեխա թող ինձ մոտենան, այո։ Հիմա, սա խաղ չէ, սիրելիներս։ Դուք հիմա ինձ ասացիք, որ դուք այո, ճանաչում եք ձեր ընտանիքի բոլոր անդամներին, ճանաչում եք։ Այո։ Դե ես կդնեմ այստեղ զանգյուղ, որի մեջ լցված են բազմատեսակ մրգեր եւ բանջարեղեններ։ Դուք մրգերը կառանձնացնեք բանջարեղեններից եւ ինձ կապացուցեք, որ այո, դուք շատ լավ եք ճանաչում ձեր ընկերներին։ Այո, սկսեցինք աշխատել, խնդրեմ։ Մի փոքր իրարից հեռու դրեք, սիրելի կաղամ, մի րոպե, այսպես անենք, ահա։ Թե դուք առանձնացրեք։ Սիրելի ինչու՞ք, դուք էլ տեսեք, որ էլ ավելի մոտիկից ճանաչեք մրգերը, բանջարեղենները, այսպես։ Տեսնենք ճիշտ են առանձնացնում։ Մրգերը կարծես թե ավելի շատ են, ճիշտ է իրենց քանակով։ Մի փոքր արագ, սիրելի Արսեն։ Ահա։ Ճիշտ է, քո զամբյուղը մի փոքր փոքր է։ Սրանք ինչ են։ Եվս մրգեր են, ճիշտ է, ապա եկ լցնենք այստեղ, որպեսզի հատակին չմնա։ Ահ, դու ձմերուկն էլ ես ընտրել, շատ բարի։ Հիմա սրանք տվեք մեզ, իսկ դուք անցեք ձեր տեղերը։ Արսեն ջան, անցեք, այսպես։ Լավ, սիրելի ինչուիկ, եկ հիմա մենք մոտենանք այս կողմում աշխատող երեխաներին, տեսնեք լավ, ինչեր են ցանում, ինչեր են տանքում, ինչեր են ծեքում, դու ինչ ես ծեքել, կարող ես ասել, ցույց տուր։ Քանի որ շրջանում սմբուկ չի լինում, ես որոշեցի սմբուկ ծեխել։ Այո։ Դեռ ինձ սմբուկի գույնը մանուշական գույնը, նամներ հայոց տեսք, նամեր սպալնակում է մեծ քանակությամբ յոտ։ Շատ ապրես, այո սիրելի ինչուիկ, ուշադրություն դարձրու, սմբուկ իրեն ճիշտ ներկայացրեց, եթե դու որոշես սմբուկի կեղևը առանձնացնել միջուկից, քո ձեռքերը անմիջապես կսևանան։ Դա նշանակում է, որ սմբուկը իր մեջ բավականաչափ քանակությամբ յոդ է պարունակում։ Լավ, իսկ այս սեղանի շուրջ աշխատող երեխաներին ապա տեսնենք, այս ինչ եք անում, այս ինչ աշխատանք եք կատարում, խոսեք ձեր աշխատանքների մասին, կասեք ինձ Ռոզա ինչ եք։ Այո։ Դու գիտեք, Պոլոբին բանջարեղեն է։ Այո, իհարկե։ Այս խեի վրա, իսկ նա շատ օգտակար է։ Հիմա այս կջուրայեմ, հաճախակի կխնամեմ, որպեսզի այն լավ ատի։ Լոբին սիրում է արև եւ ջուր։ Շատ ճիշտ է, գիտես ինչ սիրելի Ռոզա, ոչ միայն լոբին է սիրում արև եւ ջուր, այլ ընդհանրապես բոլոր բույսերը։ Առանց արևի ներգործության, առանց ջրի նրանք երբեք չեն կարող աճել, փարթամանալ, պտղակալել, պարզ է։ Շատ բարի, իսկ ինձ կասեք երեխաներ, այ մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր թուփի, յուրաքանչյուր ծառի ճյուղի, յուրաքանչյուր ծառի համար, քանզի մենք գիտենք, որ մեզ թփերը, տերևները, ծառերը ինչ են տալիս, բույսերը մեզ թթվածին են տալիս, այո, շատ ճիշտ է։ Ուրեմն մենք պետք է պահպանենք, չէ՞, բուսականությունը, բնությունը, երեխաները, սիրենք բնությունը։ Իսկ դու այս ինչ աշխատանք։ Ես կիտրոն եմ ուզում աճեցնել, որտեղ ես գիտեմ, որ կիտրոն աճեցնում են տնային պայմաններում։ Նա շատ առողջարար է, ճիշտ է, շատ թույլ է, սակայն բուժում է շատ հիվանդություններ եւ իր մեջ պարունակում է վիտամին C։ Ապրես, Արթուրիկ, շատ ճիշտ է։ Իսկ դու գիտես, որ բոլոր ցիտրուսային բույսերն իրենց մեջ պարունակում են վիտամին C եւ ունեն շատ բուժիչ հատկություն, հատկապես ջերմիջեցնող հատկություն։ Լավ, հիմա տեսնենք, թե Ռաֆայելը այսինչ աշխատանք է կատարում։ Դու ինչ ես տնկել, խոսես դու քո աշխատանքի մասին։ Ես ծիրանի կորիզ եմ տնկում, Այո։ քանի վատագայի շրջանում ծիրան չկա, ես տնկում եմ նրա կորիզը, որ տասը դրաներին աճի մեծանա, ես
Ես այնտեղ ապրեմ էր մանկապարտեզի պուրակ և իր համողակի է ողջ աշխարհում նայել մեջ բառնակում է վիտամին A։ Գիտես ինչ սիրելի Ռոմա, ծիրանը, ինչպես դու նշեցիր, շատ օգտակար միրգ է, այո, նա ոչ միայն իր մեջ պարունակում է վիտամին A, այլ դու գիտես սիրելի ինչու եք, որ կա մարդկանց մի այսպիսի կարծիք, թե ծիրանը իր մեջ ոսկի է պարունակում։ Եվ գիտես սիրելի Ռոմա, որ ոչ միայն ծիրանն է շատ օգտակար և վիտամիններով հարուստ, այլ նրա փայտից մարդիկ պատրաստում են հայկական ժողովրդական երաժշտական գործիք, որը կոչվում է դուդու, այսինքն ծիրանափով։ Չեք մոռանալ, ճիշտ է, հատկապես դու սիրելի Ռոմա։ Լավ, եք սիրելի ինչու եք մոտենանք մեր խոհարարներին, կարծես այստեղ աշխատանքը կատարել են, լիարժեք։ Խոսեք ձեր աշխատանքի մասին, դու քո աշխատանքի մասին կպատմես, դու ով ես։ Ես Տոնիկ եմ կտրատում։ Այո։ Ես ծննդով Լատինական Ամերիկայից եմ։ Ճիշտ է։ Ունեմ շատ հիվանդություններ, իմ մեջ պարունակում եմ շատ վիտամիններ, A, B, C և երկաթ։ Շատ օգտակար են ձանից ստացված յուտը, ես փայլուն եմ և ունեմ կարմիր գույն, իսկ այսօր ես իմ եղբայրն եմ գետ պատրաստ եմ աղցել։ Պատրաստել Ես վարում եմ, իմ եկիրը Հնդկաստանն է, սակայն ես աճում և ապրում եմ Հայաստանում։ Ես իմ մեջ պարունակում եմ վիտամիններ և մեծ քանակությամբ ջուր։ Ես շատ եմ սիրում իմ քույրիկին և միշտ միասին հայտնվում ենք նույն ափսեի մեջ։ Շատ ճիշտ է, ապրես սիրելի Վանու, դուք անբաժան եք, այո։ Վայ, լավ ժամանակին ասա, դուք ինչ է, ինձ մոռացաք, ես պղպեղին եմ, աղն առանց ինձ, ձեր աղցանը երբեք համեղ չլինի, թե Միշտապիր։ վիտամին B չտան, դուք ավելի գեղեցկանաք և կամեղանաք։ Շատ ճիշտ է, ճիշտ նշեց, չէ երեխաների պղպեղը, որ իհարկե ձեր երեքի միասնությունից կստացվի և համեղ, և վիտամիններով հարուստ աղցան։ Գիտես ինչ սիրելի ինչի, ինձ թվում է արդեն բավականաչափ հոգնեցին մեր արտասահմանից ժամանակ հյուրերը։ Եկ իրենց էլ մոտենանք և տեսնենք, թե ով ինչ միրգ է։ Կներկայացնես քեզ սիրելիս, ով ես դու։ Ես Ադամատուրն եմ, իմ հայրենիքը Հնդկաստանն է, նրա վիճուկի մեջ պարունակում է վիտամին C և նա շատ սննդարար է և նշանակում է իմաստուն մաքրումի։ Շատ ապրես, շատ ճիշտ է, դու ով ես։ Ես կարիչն եմ, նարինջը, իմ մեջ պարունակում է վիտամիններ, B և C ունեմ ծեցող աղբյուր։ Շատ ճիշտ է, ինչու ես Ես կիզին եմ, շատ նման եմ կարտոֆիլի, սակայն մի տարբերությամբ, ես միրգը, իսկ իմ միջուկը կանաչը և կուտ։ Ես իմ մեջ պարունակում եմ շատ օգտակար վիտամիններ, վիտամին C։ Շատ ճիշտ է, իսկ դու ով ես։ Ես Մանդարինն եմ, իմ հայրենիքը Չինաստանն է, սակայն աճում եմ նաև Վրաստանում։ Ես իմ մեջ պարունակում եմ վիտամին A և B, իմ կեղերից պատրաստում է յուղ, որ բարձրացնում է աղբորակը։ Շատ ճիշտ է, ապրես Մանդարին։ Ընթերց իմ այդակից կարելի է ես մրգերի և բանջարեղենների վերաբերյալ անելուկներ Դե առաջարկեմ։ եթե կարող ես սիրելի ինչու չէ, խնդրեմ, առաջարկիր, եթե կարող ես։ Միրգ եմ կարմիր, կլորիկ, մեկ թեթույա, մեկ էլ քաղցրիկ, ասեր լինեմ փոքրիկ սնդուկ, մեջս մարիկ, փայլուն ուլում, դա ինչն է երեխաներ։ Ճիշտ ուշակեցի, այո։ Ուշակեցի, դե իսկ հիմա կառաջարկեմ երկրորդ անելուկը, միրգ եմ աշտման մի գանձ, ինձ կոչում են մալաչա։ Ճիշտ է սիրելի ինչուի։ Ուշակեցի։ Այո, Ուլունքները սև կամ ջերման քաղցրանում են արևի տակ, ուլունքներն այդ մանրակորից ունեն փից կախված վիզից, դա ինչն է երեխաներ։ Ճիշտ է, ուշակեցիք։ առաջարկեք, եթե էլի կարող եք առաջարկել, առաջարկիր։ Սոխ։
Ոչինչ, բավարարվենք այսքանով։ Իսկ հիմա, սիրելի երեխաներ, բոլորդ մոտեցեք ինձ։ Այնտեղ դեռ մի եկեք բոլորդ դեպի ինձ, հավաքվեք այստեղ իմ շուրջը։ Մենք հիմա կխաղանք խաղ, որը կոչվում է ինչ է սա։ Իմ ձեռքին կա վիտամինների պարկ, որի մեջ լցված են բազմատեսակ մրգեր և բանջարեղեններ։ Ես այս պարկից կհանեմ որևէ բանջարեղեն, իսկ դուք պետք է ցույց տաք և ինձ ասեք բանջարեղենները որտեղ են աճում։ Այո, հողի տակ և հողի երեսին, շատ ճիշտ է։ Եթե ցուցադրեմ որևէ միրգ, դուք ինչ պետք է անեք։ Ինչու երեխաներ։ Որովհետև մրգերը աճում են ծառերի վրա։ Իսկ բանջարեղեններից մարդիկ ինչեր են պատրաստում։ Իսկ մրգերից ինչեր են պատրաստում։ Վայ, տեսակ խաղով ինչպես ներկայացրեք, հենց իրենից ստացված թե չամիջը, գինին, կոնյակը, լավ, շատ ճիշտ է երեխաներ, այո, մրգերից էլ պատրաստում են, ստանում են հյութեր, մուրաբաներ, կոմպոտ, տարբեր տեսակի ջրեր, չամիչներ, գինի, կոնյակ եւ այլն։ Շատ բարի, երեխաներ, դուք հիմա պետք է պատասխանեք իմ հարցին։ Դուք արդեն գիտեք եւ փորձեք ինձ ասել, այ մրգերը եւ բանջարեղենները որ դեպքում է հարկավոր շատ ուտել, որ դեպքում է շատ օգտակար։ Թարմ թե եփված։ Թարմ, ինչու կարող է։ Որ դեպքում են կորչում։ Եփելուց, այո, եռացնելիս կորչում են նրանց վիտամինները։ Ուրեմն հարկավոր է ինչ անել։ Ուտել, որքան հնարավոր է թարմ վիճակում։ Շատ լավ։ Հիմա անցնում ենք առաջ։ Հիմա տեսնենք ես ինչ եմ ցուցադրում, սա ինչ է։ Տանք, ապրեք, շատ ճիշտ է։ Տեսնեմ, սա ինչ է։ Ճիշտ է, ապրեք։ Հիմա տեսնեմ, սա ինչ է։ Կանաչ պղպեղ, ճիշտ է։ Ինչպես մեր պղպեղը նշեց, սա ինչ է։ Դեր, ապրեք, ավելի լավ թափահարեք ձեռքերը։ Սա ինչ է։ Կիտրոն, շատ ճիշտ է։ Որ ինչպես մեր Արթուրիկը ասեց, իր մեջ պարունակում է վիտամին C։ Իսկ սա ինչ է։ Էլի պղպեղ, բայց կարմիր պղպեղ, չուտեք երեխաներ, ինքը շատ կտրել է, բայց ձգտեք չուտել, որովհետև ինքը դեռ ձեր հասակում շատ, այո, սա ինչ է, սմբուկ, սա սմբուկ է, ով կանգնեց, դուք չեք կանգնել, այո, շատ լավ, չկանգնեք, չշփոթվեք երեխաներ, ապա ուշադիր, սա ինչ է, սերկևի, շատ ճիշտ է, մեր զամբյուղում շատ մրգեր և բանջարեղեն կա, քանզի ես այսքանը չեմ կարող անել։ Սա ինչ է։ Ձմերուկ։ Իսկ դուք գիտեք երեխաներ, այ ասացեք ինձ, ձմերուկը ինչ է, միրգ թե բանջարեղեն։ Բայց աճում է թփերի վրա։ Գիտեք ինչ, կան երկրներ, արտասահմանյան երկրներում ձմերուկը համարում են բանջարեղեն, բայց քանի որ ինքը շատ քաղցր է, հյութեր, այդ իսկ պատճառով մենք իրեն նաև համարում ենք միրգ, որը աճում է թփերի վրա։ Իսկ դուք գիտեք, որ Աֆրիկայում, նստեք, դեռ ես զրուցում եմ, որ Աֆրիկայում ձմերուկից նույնիսկ ձմերուկի մեղր են ստանում։ Այո։ Հուսանք, որ Հայաստանում էլ կպատրաստեն եւ մեր համտես կանենք։ Շատ լավ։ Լավ, բերեք։ Վայ, սա ինչ է երեխաներ։ Այդպես, չկանգնեք, շատ ճիշտ արեցիք։ Ապրեն իմ բալիկները։ Հիմա տեսնենք, էլ ինչ է ընկնում իմ ձեռքը, սա ինչ է, բարու, մնացիք, նստած, շատ ճիշտ է, և մեկ հատ էլ հանենք ու բավարարվենք, սա ինչ է, ադամաթուզ, այո, շատ ապրեք, լավ, բավական է երեխաներ, քանի որ շատ են մրգերն ու բանջարեղենները, եկեք բավարարվենք այսքան է ասա։
Դե ինձ արդեն եկել է պահը ձեզ հրաժեշտանալու։ Ես շնորհակալ եմ ոչ միայն իմ ստացած գիտելիքների համար, որ ձեռք բերեցի այսօր, այլև այս նոր ընկերների ձեռքբերման համար։ Ես երբեք չեմ մոռանա ձեզ, որովհետև ընկերությունը ամենաթանկն է աշխարհում։ Շատ ճիշտ է, Սիրելիչի։ Դե հիմա եկեք նստենք բոլորս եւ հրաժեշտանք ինչույքի։ Այստեղ նստենք։ Եկեք շուտ հավաքվենք։ Շտվեք դեպի Լավ սիրելի երեխաներ, այսօր դուք ինձ ապացուցեցիք, որ դուք շատ բան կարող եք անել, դուք հրաշալի կերտեցիք ձեր կերտած կերպարները, այսօր դուք նաև շատ շնորհակալ աշխատանք կատարեցիք, մեզ հյուրընկալող ինչույիկին ծանոթացրեցիք այգիներում և բանջարանոցներում աճող բոլոր տեսակի մրգերի և բանջարեղենների հետ։ Նա իմացավ, թե ինչ օգտակարություն ունեն բանջարեղեններն ու մրգերը մարդու կյանքում։ Նա իմացավ, թե ինչքան շատ վիտամիններ են նրանք իրենց մեջ պարունակում։ Նա իմացավ նաև, որքան առողջարար են մրգերն ու բանջարեղենները։ Ինձ թվում է, այսօր ինչույիկը տուն վերադարձավ բավականին գիտելիքների մեծ պաշարան վարած։ Սիրելի երեխաներ, ինձ թվում է դուք այսօր նույնպես բավարար գիտելիքներ ստացաք այս թեմայի ուղղությամբ, այնպես որ կերեք որքան հնարավոր է շատ թարմ վիճակում մրգեր և բանջարեղեններ, քանզի նրանց մեջ է թաքնված առողջության գրավականը։ Կերեք և դուք կապրեք առողջ և կլինեք երջանիկ։ Իսկ հիմա մեր պարապմունքի ավարտին եկեք արտասանենք մի հրաշալի ոտանավոր, որը նվիրված է վիտամիններին։ Մենք փոքրիկ ենք ու մեզ պետք է բազմատեսակ վիտամիններ, որ մենք ուտենք շուտ մեծանանք, միշտ առողջ և ուրախ մնանք։ Ահա նարիջ ու մեջը ցե, ահա պղպեղ ու մեջը բե, ահա գազան
Եկեք այս ուրախ նոտայի ներքո ավարտենք մեր պարապմունքը։ Այսօր մենք ծանոթացում շրջապատին պարապմունքից թերթեցինք ևս մեկ էջ։ Եվ ամեն շաբաթ թերթելով մենք նորանոր գիտելիքներ կստանանք մեր շրջապատող առարկաների, մարդկանց, բնության տարբեր երևույթների, հասարակական կյանքի տարբեր երևույթների հետ։ Էնպես որ այսօր թեման վիտամիններն էր եւ իմ կարծիքով մենք հասանք մեր նպատակին։ Այսքանը։ Իսկ հիմա ոտքի կանգնեք եւ հրաժեշտ տվեք մեր հյուրերին։ Սիրելի հյուրեր, իմ հարգարժան գոլեգաներ, իմ հարգարժան տնօրեն, ընդամենը 3 օր հետո մենք պետք է հրաժեշտ տանք մեկամսյա կասվածին, որը համարվում է կանանց միջազգային մայրության գեղեցկության տոնը։ Ես ուզում եմ ցանկանալ բոլորիս առողջություն, երջանկություն, եղեք երջանիկ, եղեք գեղեցիկ, եղեք բարի, լավատես։ Այսքանը, բոլորիդ ժպիտ միայն, այսքանը։ Դաստիարակների համար առավել ևս, որոնք դեռ պետք է ճանապարհ անցնեն, շատ շնորհակալություն եւ թեման էր հետաքրքիր եւ արդիական էր այսօրվա համար բնության պահպանությունը, մրգերի բանջարեղենների օգտակարությունը, ինձ թվում է երեխաները այդ ամենի մասին շատ լավ գիտելիքներ ունեն, իրենք արդեն նաեւ կսովորեցնեն իրենց քույրիկներին, ընտանիքների մյուս անդամներին, ամեն անգամ ընդգծելով եւ իրենց հետ տանելով այս մեծ հիշողությունը։ Իրոք արժանի է շնորհակալության, շատ լավ պարապմունք, խաղ պարապմունք էր, ուսանելի էր, ինձ թվում է, սա եթե հայտնվի ցանցերում, բավականին շատ ուսանելի կլինի նաեւ ուրիշների համար։ Շատ հետաքրքիր էր, շատ, կարծում եմ մեր գոլեգաներն էլ կասեն այդ մասին, կխնդրենք նաև քաղաքապետարանի մեր ներկայացուցիչին, մեր սիրելի Գայանեն էլ արտահայտի իր կարծիքը, կարծում եմ, որ աղջիկներ ուսանելի շատ բան կար, շնորհակալություն նաև, ճիշտ է մեր ծնողները մի քիչ, այսպես
հոգնում է, գուցե նաև իրենց համար այս աշխատանքը դառնում է մի քիչ դժվարին, երբ մասնակցություն են ունենում, բայց այնուամենայնիվ մանկապարտեզը եւ ընտանիք կապը պետք է միշտ հարատև լինի, որպեսզի կարողանանք մեր աշխատանքը իրոք ճիշտ ներկայացնենք եւ ծնողական շրջապատին եւ համայնքին։ Շատ ապրեք երեխաներ, ապրի ընկեր Զինայրան, որ կարողացել է ձեզ հետ այսքան գեղեցիկ եւ հրաշալի պարապմունք անցկացնել։ Մենք բոլորս այսօր ձեզ մեր հոգու խորքում գրկած գնալու ենք եւ այս պահը երբեք կարծում եմ ոչ մեկիս համար չի մոռացվելու։ Շնորհակալություն նաև այս միամսյակի համար, ծաղիկների համար, շնորհակալություն ձեր մայրիկներին, հայրիկներին, տատիկներին, ընկեր Զինային, որ կարողացել են ճիշտ գնահատել եւ ուզեցել են իրենց շնորհակալությունը փոխանցել մեզ։ Շատ լավ պարապմունք էր, իրոք եւ կարգապահությունը կա, որտեղ դա ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն։ Շատ հաճելի էր, շատ լավ պարապմունք էր, նույնիսկ խոսքերն են ավելորդ, որովհետև ամեն ինչ երևում էր, եւ նյութերը, եւ երեխաների խոսակցականը, ամեն ինչը շատ լավ երևում էր։ Շնորհակալություն։ Լավ,